Ասածս հետևյալն է, կառավարության ներկայացուցիչը, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը, այստեղ եւ ընդհանրապես արդեն համարյա 1-2-3 ամիս խոսում են, որ խաղաղությունը արդեն եղել։ Հիմա խաղաղ չի։ Եթե չընդհատեք խաղաղ։ Հա, չեմ ընդհատում, կներեք։ Որ արդեն խաղաղություն, ներդաշնակություն, ապաշրջափակում, եթե խաղաղություն արդեն կա, ինչ իմաստ ունի կնքել խաղաղության համաձայնագիր կամ պայմանագիր, եթե միևնույնն է արդեն խաղաղություն է։ Եվ քանի որ համաձայնագրի մասին է խոսքը, ինչն էր խանգարում Վաշինգտոնում օրինակ ոչ թե նախաստորագրել, լավ, այլ ստորագրել այդ փաստաթուղթը եւ ասել կա խաղաղություն։ Եվ դուք որպես այս դահլիճում ամենափորձառու մարդկանցից մեկը կնշեք էլի խաղաղության մի դեպք, երբ հարևանիդ օկուպացիոն զորքերը քո երկրում են, երբ թշնամիդ կոպտորեն եւ լկտիաբար միջամտում է քո երկրի ներքին գործերին, երբ թշնամին լկտիաբար եւ կոպտորեն հրահանգներ է տալիս, այս կփոխեք, պայմաններ է դնում։ Ձեր կարծիքով տենց խաղաղություն լինում է, եւ եթե իրոք խաղաղությունը կա, դե մի թուղթ արդեն ճղեք, գցեք ուղարկեք առաջի բաժին, առանց դրա էլ է խաղաղություն։ Ես պատասխանեմ։ Պարոն Խաչատրյան, 20 հայտնի ճշմարտություն է, որ պատերազմում են խաղաղության հասնելու համար։ Դա փաստ է։ Հիմա պատերազմում են, որպեսզի հասնեն խաղաղության։ Հիմա դուք ասում եք խաղաղություն, դա միջազգային իրավունքի տեսանկյունից եթե նայեք, դա փաստաթուղթ է, որ եթե ստորագրվում է, դա խախտել չի կարելի, ոնց որ սահմանազատման խնդիրները։ Ասում եք, ինչ իմաստ ունի, նա թող, չէ, իմաստը այնա, որ եթե հաստատում ենք պետական սահման, դա չի կարելի խախտել։ Խախտելու դեպքում դու ունենում ես աջակցություն միջազգային, որը ունենալով, հա, հնարավորություն դա կանխելու կարող ես կանխես։ Այս պատերազմը ձեզ վառ օրինակ, որը մեկը դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան։ Ինչի՞, որովհետև այդ խնդիրները մենք մատերիալավանքով ենք նայել։ Հիմա ասում եք, այստեղ մեր տարածքում են, ես էլ ասում եմ առայժմ։ Երբ որ սահմանազատումը կհասնի այդտեղ, կարծում եմ, եթե հնարավոր է, բանակցություններով դա պետք է լուծվի։ Որովհետև դա բանակցություններով լուծի, մեր բարեփոխումները զինված ուժերի պետք է դառնա անշրջելի եւ լավը։ Հիմա ինքը լավն է, ավելի լավը պետք է լինի։ Որովհետև ավելի լավը լինի, ներքին համերաշխություն է պետք։ Դա, պարոն Խաչատրյան, աքսիոմաներ են, որ դուք այնքան լավ գիտեք։ Դե հիմա ես էլի հնչեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ։ Ես շատ լավ հիշում եմ հրադադարը մենք ոնց օգտագործեցինք տարիներ շարունակ, ավիրեցինք։ Հրադադարի ռեժիմը փոխանակ օգտագործենք վերջնական խաղաղության հասնելու համար, դա օգտագործվեց ստատուս քվոն պահելու եւ իշխանության հարցեր լուծելու համար։ Սա ասել գիտենք։ Չէ, պետք չէ։ Պետք է զարգանալ նաեւ այդ ռեժիմով։ Կան օրինակներ աշխարհում բազմիցս, բայց մեզ պետք է հիմնարար փաստաթուղթ խաղաղության տեսքով։ Հիմա հռչակագրի տեսքով է։ Հաջորդի պետք է լինի դա։ Դրան հասնելու համար պետք է, ինչպես դուք եք նշում, հակառակորդը տեսնի, որ մենք մեր երկրում մեր ամտանգությանը վերաբերվող հարցերում միակամ ենք։ Եկեք միակամ լինենք, տեսնենք խաղաղությունը որ առաջ կմտնի մեր տուն։ Ես դες եմ մտածում։ Պարոն Քոչյան, սովորաբար պատերազմում են հաղթելու համար։ Եվ Կա իհարկե դե Դու հետո ուզում եք խոսամ, դու հետո խոսամ, բայց հիմա ես խոսամ վերջացնեմ։ Շատ լավ, շատ լավ։ Սովորաբար պատերազմում են հաղթելու համար։ Կարող է լինեն դեպքեր, որ պատերազմում են պարտվելու համար, բայց պատերազմում են հաղթելու համար։ Եվ դա համար ասել պատերազմում են խաղաղության համար, վիճելի է, իհարկե հաղթանակը ամրագրում են խաղաղությամբ։ Հիմա մյուս հարցս, ես ես լրիվ ուրիշ բան էի ասում։ Ասում էի, եթե խաղաղություն է, ուրեմն խաղաղության պայմանագիր պետք չի։ Կամ եթե արդեն խաղաղություն է, խաղաղության համաձայնագիր կնքեիք։ Ինչի եք նախաստորագրում։ Խոսքը չի գնում մրցակագրի մասին, խոսքը այն թղթի մասին է գնում։ Դա է խնդիրը։ Հիմա եթե կա, ուրեմն ուրիշ թուղթ պետք չի, որտեղ արդեն կա։ Եթե իրավիճակը ուզում եք ֆիքսեիք, հենա ստորագրեիք, եթե սերև համերաշխությունը։ Այդ է իմ ամբողջ ասած։ Հասկանում եք։ Okay. Մնացածին հետո կանդրադառնամ։ Պարոն պարոն Խաչատրյան, ես հասկացա, որ չբավարարեցի ձեր հարցերի պատասխանը տալով, բայց դա իրականություն է, այսօր սահմանի վրա չեն կրակում եւ ամեն մի խաղաղոր Աստծո պարգև է։ Եկեք ապրենք այդ խաղաղության օրակարգով։ Շնորհակալ եմ։